Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան գալիս է Ռուսաստանից կամ եթե գար Ուկրաինայից։ Այսպես արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով եւ մտնելու է Իջևան, այլ գալու է հասնի Վրաստան եւ Վրաստանով մտնի Հայաստան։ Ռուբինյանը հիշեցրեց, չեղած երկաթգծով ոչ միայն հացահատիկ, ոչինչ հնարավոր չէ ներկրել։ Ինձ տպավորություններ, որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան պետք է մտնի Իջևանի երկաթգծով։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Ինչպես եւ պարոն Սուքասյան, խնդրում եմ պարոն Սուքասյան, մի վայրկյան, պարոն Խաչատյան եւ պարոն Սուքասյան, լռեք։ Իջևանի երկաթգիծը չի գործում։ Մի վայրկյան, չէ, ես նայում եմ, որ Գեգամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող այս բան երկաթգծով անհնար է բան ներկրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը ասես քանդել են, մետալալում են հանձնել։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ կողմ են ապաշրջափակմանը, սակայն իրենց պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա գործարկումը։ Բացի այդ, հոռետեսորեն կրկին մեջ բերեց Ալիևին եւ ակնարկեց նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որ հետո հեշտությամբ գրավի տարածքներ։ Ռուբինյանը խնդրեց ի վերջո կողմնորոշվել։ Պարոն Խաչատրյան, որ ասում եք նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին։ Լավ, որ մեջ բերում եք դասականին։ Շատ լավ, բայց մի հատ դուք կողմնորոշվեք, այսինքն Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, դուք գալիս ասում եք, ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ։ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք, ահա, սա նրա պատճառով է, որովհետև նվաճողը սիրում է խաղաղություն։ Այսինքն ձեզ գոհացնելու ձև չկա, հա, ընդհանրապես։ Թե իրականում կա ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, որը ինչպես խոսվում է, կողմը լալով դեմը լալն է։ Իդե պարոն Մանուկյանը ասում է, որտեղից է դա հայտնվել, եթե ես ճիշտ գիտեմ, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը հայտնվել է 90-ականների սկզբին, երբ որ Դաշնակցությունը չէր կարողանում ուղիղ ասել, որ ինքը դեմ է անկախությանը, ասում էր մենք կողք ենք, բայց ու մի 10 հատ փաստարկի բերում նրա օգտին, որ Հայաստանը անկախ չպետք է լինի։ Տեղից է ծնունդ առել, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը։ Բաբկեն Թունյանը ընդդիմադիրների դժգոհ ելույթներից եւ երեկվանից սոցցանցերում արված բազմաթիվ հակասական գրառումներից հետո հարց ուղղեց նրանց. ի վերջո Հայաստանի համար դրական զարգացում է տեղի ունեցածը, թե ոչ։ Երեք պարզ դարձավ, որ վերջին երևի 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Ես երեկվանից կարդում եմ արձագանքները ու անկեղծ ասեմ, այդ մասին գրառում եմ արել, բայց մի հատ էլ ասեմ, զարմանում եմ, որովհետև ոնց որ վատ բան է տեղի ունեցել։ Հետո այդ գրառումը կատարելուց հետո երեկոյան նայում էի Տիկին Վարդանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որտեղ Տիկին Վարդանը ոչ մի դրական բան չի տեսնում այդ ամենի մեջ։ Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ առավել եւս ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում նաև տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ, շնորհակալություն։ Ընդդիմությունից պատասխանները կրկին միանշանակ չէին։ Պատգամավորները պնդում են, որ ցորենի մատակարարումը որպես ապաշրջափակում ներկայացնելը կեղծիք է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ պատասխանեց մեղադրանքներին։ Ապաշրջափակում է, թե ոչ, միևնույն է։ Ընդդիմադիրները դեմ են խաղաղության տանող ցանկացած փոփոխության։ Դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, որը լավ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար եւ դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Սա է ձեր քաղաքական ինքնությունը։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։